հրապարակեմ, ամենապոպուլյար ցուցանիշներն եմ հրապարակելու մեր ոլորտը, եթե կլինեն հավելյալ հարցեր, իհարկե նաև կանդրադառնանք այլ ցուցանիշների։ Հենց սկսեմ միգրացիոն միտումներից, ամենաընդհանրական ցուցանիշը սահմանահատումներն են, եւ մենք անցյալ տարին ամփոփելիս հանրայնացրեցինք 8660 թիվը, որպես առաջին անգամ գրանցված դրական ցուցանիշ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքերի եւ ելքերի տարբերությունը հերիք չէ դրական էր, բացասական չէր, նաև բավականին զգալի էական թիվեր 8660, բայց այս անգամ արդեն 26-ի առաջին կիսամյակը նկարագրելիս մեկ ուրիշ նոր ուղղություն ենք արձանագրել, դա այն է, որ առաջին կիսամյակում եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը դրական է։ Սա կրկին բացառիկ ցուցանիշ է այն իմաստով, որ սովորաբար ցուցանիշը բարելավում է տարվա երկրորդ կիսամյակում, հիմնականում պայմանավորված մեր աշխատանքային միգրացիայի ավանդական հոսքերով, որոնք գարնան սեզոնին որպես ելք են արձանագրվում մեր թվերում եւ աշնան սեզոնին որպես մուտք։ Այդուհանդերձ այս տարի մենք 1347 թիվն ենք արձանագրել որպես ելքերի մուտքերի տարբերություն։ Մուտքերը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է խոսքը 871409, ելքերը կազմել են 870062 եւ տարբերությունը, ինչպես տեսնում եք, դրական է։ Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների առաջին կիսամյակի համադրելի ցուցանիշների հետ, անցյալ տարի թիվը -20065 էր, դրա նախորդ տարին 2024 թվականի առաջին կիսամյակում թիվը -22893 էր։ Տարբերությունը ակնհայտ է։ Նույն միտումը ունենք նաև օտարերկրացիների մասով, կրկին էական աճ ենք արձանագրել սահմանահատումների տարբերության իմաստով, կազմում է 57953։ Նախորդ տարիների հետ համեմատելու իմաստով նշեմ 35000-ի սահմաններում թվեր են եղել 25 եւ 24 թվականների առաջին կիսամյակում եւ ընդհանուր ամփոփիչ թիվը իսկապես տպավորիչ է 59300 է, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ օտարերկրացիների թվերը իրար գումարած վերջնարդյունքում առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 59300-ով ավել անց, քան դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։ Նախորդ երկու տարիների համադրելի ցուցանիշը եղել է 10-ից 15000-ի շրջանակում, այս տարի մոտ 60000։ Սրանք են այսպես էական ցուցանիշները։ Հիմա առանձին ներկայացնեմ ոլորտային նաև ցուցանիշները։ Կացության կարգավիճակներից առաջարկում եմ սկսել ընդհանուր առմամբ ֆիքսենք, որ բոլոր միգրացիոն գործընթացներում առանձին վերցրած մենք էական աճ ենք արձանագրում, էական կամ ոչ էական, բայց աճի միտում ունենք մատուցվող ծառայությունների տպագրվող փաստաթղթերի իմաստով եւ ժամանակավոր կացության կարգավիճակները այս տարվա առաջին կիսամյակում դիմումները եղել են 9534, բավարարումները եղել են 6059։ Եթե համեմատենք նախորդ երկու տարիների հետ, 2-ից 3000-ի շրջանակում է եղել, ավելի քան 3 անգամ դիմումների իմաստով ենք աճ արձանագրել եւ մոտ 3 անգամ բավարարումների իմաստով ենք աճ արձանագրել։ Սրանք մեկ տարով տրամադրվող կացության կարգավիճակներն են։ Անդրադառնալով մշտական կացության կարգավիճակներին, աճ էլի կա, բայց ավելի փոքր է, նախորդ տարիներին 1500-ից 1700-ի շրջանակում էր դիմումների թիվը, անձինք ովքեր ցանկացել են 3 տարով կացության կարգավիճակ ստանալ Հայաստանում, ստացածների թվերն են, ներողություն եմ խնդրում, ոչ թե դիմումների։ 26 թվականի առաջին կիսամյակում ցուցանիշը կազմում է 2085։ Եթե անդրադառնանք ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին, որոնք ազատված են կացության կարգավիճակ ստանալու կամ որևէ թույլ տվական բնույթի փաստաթուղթ ստանալու պահանջից, բայց մենք արձանագրում ենք նրանց օրինական գտնվելը Հայաստանում աշխատանքային գործունեության հիմքով եւ նման օրինակ արձանագրում, այսինքն նրանց տրամադրում ենք օրինական բնակության մասին տեղեկանք, ունեցել ենք այս տարվա առաջին կիսամյակում 2937։ Նախորդ տարի 2500-ի շրջանում է եղել։ Ռեադմիսիոն ցուցանիշները շատ համադրելի են նախորդ տարիների հետ, 293 ռեադմիսիոն հայց ենք ստացել այս տարի, այդ հայցերում նշված անձանց թիվը եղել է 462, նախորդ տարիներին համադրելի ցուցանիշ է եղել։ Ներկայացնեմ նաև մեր տպագրած անձահաստատող փաստաթղթերի ծավալները,
մենք 9 նմուշի անձնագրերը, որոնք հիմա տրամադրվում են այս տարվա առաջին կիսամյակում, տպագրել ենք 185,000-ի չափով, նախորդ տարի 174,000 էր եղել, իհարկե 24 թվականին էականորեն ավել էր 270,000 մոտ, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2022 թվականին մենք մոտ 100,000 2 տարի վավերականության ժամկետով փաստաթուղթ էինք տպագրել եւ 2024-ին դրանց ժամկետը ավարտվում էր։ Նույնականացման քարտերի մասով իհարկե հայտնի է, որ պահանջարկը աճել է պայմանավորված հայտարարագրման պահանջով, նաև տարեսկզբին կարճ ժամանակատված ունեինք էլեկտրոնային պայմանագրերի պահանջը եւ այս տարվա առաջին կիսամյակում մոտ 160,000 նույնականացման քարտ ենք տպագրել, մինչդեռ օրինակ 2024-ին ողջ տարվա ընթացքում էինք այդքան տպագրել։ Նշեմ նաև ապաստանի ցուցանիշները, ապաստանի հայցերը այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 358, բավարարումները 94։ Այս տարի մեծ է մեր մերժումների ցուցանիշը 190 է, նախորդ տարիներին մոտավորապես կեսն էր։ Սրանք այն ընդհանուր բնութագրիչներն էին, որոնց միջոցով կարելի էր պատկերացում կազմել միգրացիոն ընդհանուր պատկերի մասին եւ գործընթացների միտումների մասին Հայաստանի Հանրապետության, բայց հնդհացած ընդհանուր ծառայության աշխատանքները ամփոփելու տրամաբանության մեջ նաև ներկայացնեմ, որ ինչպես գիտեք, առաջիկայում աշնանը, ինչպես խոստացել ենք, կմեկնարկենք արդեն կենսաչափական նոր անձահաստատող փաստաթղթերի տպագրությունը եւ տրամադրումը մեր քաղաքացիներին, ընդ որում խոսքը ոչ միայն կենսաչափական անձնագրի եւ կենսաչափական նույնականացման քարտի մասին է, այլ գրեթե բոլոր տեսակի անձահաստատող փաստաթղթերի, այդ թվում փախստականին տրամադրվող, ինչպես նույնականացման քարտ, այնպես էլ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, քաղաքացիություն ունեցող անձանց, կացության կարգավիճակները եւս պլաստիկ քարտի, ID քարտի տեսքով կենսաչափական փաստաթղթեր են լինելու եւ այլն։ Ունենալու ենք առաջին փուլում 14 գրասենյակներ մասնավորի կողմից բացված, միտում ունենք այս նոր գրասենյակներով նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանել մեր երկրում եւ կոտրել այն կարծրատիպը, որ անձնագրային ծառայությունների որակը, ծառայությունների մատուցման որակը ցածր է, պայմանները եւ ենթակառուցվածքը հնամաշ են, մենք այստեղ թռիչքաձև նորամուծություն եւ ներդրումներ ցույց կտանք շատ շուտով, ընթանում է մոտավորապես 2 ամսից։ Նշեմ նաև, որ փաստաթղթերի բնականաբար տրամադրման պայմաններն էլ փոփոխվելու են, եթե մեր կենսաչափական անձնագրերը, որոնք տրամադրվեցին մինչև 24 թվականի սկիզբ, արժեին 25,000 դրամ, ապա նոր կենսաչափական փաստաթուղթը, որը միանգամայն մրցունակ է աշխարհում իր անվտանգային բաղադրիչներով եւ համապատասխանում է Եվրոպական միության այս պահին ամենաբարձր չափանիշներին, արժանանալու է 28,650 դրամ եւ նույնականացման քարտը արժանալու է 5,950 դրամ։ Անձնագիրը տրամադրվելու է 10 տարի ժամկետով, նույնականացման քարտը 5 տարի ժամկետով։ Նորություն է նաեւ այն, որ նույնականացման քարտ ծնողի կամ արտահայտությամբ կարող են ստանալ նաեւ մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարեկանից սկսած մեր նոր անձահաստատող փաստաթղթերի մասին օրենքով, որը ուժի մեջ կմտնի մինչև նոյեմբերի 1-ը, պարտադիր է լինելու այս փաստաթուղթը 16 տարեկանից սկսած։ Անձնագիրը տրամադրվելու է նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին, այսինքն նույնականացման քարտ ունենալը պայման է անձնագիր ձեռք բերելու համար, որևէ պարտադրող բաղադրիչ չենք ունենալու այն իմաստով, որ անձը ազատ է լինելու, դիմելու եւ ստանալու նոր կենսաչափական անձնագիր անկախ իր ընթացիկ փաստաթղթի ժամկետից։ Եթե նոր է նույնիսկ ձեռք բերել 10 տարվա ժամկետով 5 նմուշի անձնագիր, նա ազատ է անմիջապես փոխարինելու նորով, նույնն էլ վերաբերում է նույնականացման քարտերին, եթե ցանկանում է առաջիկա 10 տարիներին շարունակել օգտագործել այդ 5 նմուշի փաստաթուղթը, որևէ խնդիր չի առաջանալու եւ խոսքն այն մասին է, որ որևէ կետից սկսած դա կլինի աշնանը, ինչպես նշեցի, մենք այլևս դադարելու ենք տպագրել նախկին 5 նմուշի փաստաթղթերը եւ եթե անձը կորցնի կամ վնասվի կամ որևէ պատճառով ցանկանա նոր փաստաթուղթ ձեռք բերել, արդեն նորն է ձեռք բերելու։ Փաստաթղթերը կտրամադրվեն ստանդարտ ժամկետներում 14 աշխատանքային օր անց դիմումի համեմատությամբ եւ իհարկե կլինեն նաեւ արագացված ծառայություններ, որոնց պայմանների մասին ավելի ուշ կհայտարարենք։ Բացի կենսաչափական նոր համակարգից, եթե ամփոփելու լինենք առաջին կիսամյակը, պետք է նշեմ նաեւ, որ էական աշխատանքներ են իրականացվել բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման ուղղությամբ։ Մենք ծրագրային ապահովման մշակման փուլում ենք հիմա, օրենքը ընդունվել
ապահովել է, այն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից եւ գալիս է փոխ լրացնելու նոր կենսաչափական համակարգի իրողության պայմաններում անձի իրավական ինքնության կառավարման եւ առհասարակ անձի նույնականացման բոլորովին նոր որակի մեր էկո համակարգը։ Նաև տպայնացված կլինեն նոյեմբերի 1-ից այս տարվա կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները եւ հունվարի 1-ից տպայնացված է քաղաքացիության համար դիմումների process-ը եւ փաստացի մենք 2027 թվականի հունվարի 1-ից կկարողանանք արձանագրել, որ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տիրույթում եղած բոլոր գործընթացները ենթարկվել են փոփոխությունների, տպայնացվել են կամ կատարվել են շատ մեծ ծավալի ռեֆորմներ եւ հուսով եմ, որ մենք կկարողանանք կոտրել այն կարծրատիպը, որ անձնագրային ծառայություններում եւ առհասարակ մեր ծառայությունների տիրույթում ամեն ինչ թղթային է, դանդաղ է, որակվատն է եւ այլն։